Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խառն եք, շատ խառը։ Պարոն Մինասյանն ու պարոն Արթուր Խաչատրյանը ասում են, որ Հայաստանի այսօրվա ըստ էության եք ասում, արտաքին քաղաքականությունը, մասնավորապես նաև իմ ասածները, քրեական հետաքրքրության առարկա են, որովհետև մեղմում են ցեղասպանության հետևանքները եւ այլն, վտանգներն են, ոնց որ սպառնալիքներն են ավելի փոքր ներկայացնում, քան նրանք իրականում կան։ Հետո խոսքը անցնում է պարոն Գեգամ Մանուկյանին, ով ասում է, ուրեմն այն ինչ արել են Օսկանյանն ու Քոչարյանը, դրա մասին չի խոսքը, խոսքը ձեր մասին է։ Բա Օսկանյանն ու Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին չի, որ բան են արել։ Արդյոք մեղրի շուրջ բանակցություններից դուրս գալու համար, հետ քայլ անելու համար նախ մեջ չեն գցել Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, հետո էլ այդ խոսակցությունը հաջողելու համար, այսինքն սահմանի բացումը, առաջարկել փոխանակել Միացյալ Նահանգների կոնգրեսից հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի հետ քաշման հետ։ Ըստ ձեր այդ հոդվածի ուրացումը էլ ինչպես պետք է տեղի ունենա, որպեսզի արժանանա դատապարտման, թե դաշնակցական բյուրո պետք է կազմենք, ով որ կոնկրետ գնահատականներ կտա, որ քաղաքական գործի արտաքին քաղաքականությունը ուրացման քայլ է, իսկ որինը ոչ, որտեղ բնականաբար Քոչարյանը անձեռնմխելիության մի հատ շերտով պետքա պատված լինի։ Դա է ձեր ասելիքը։ Ես իհարկե մտածում եմ, որ այո, դաշնակցական բյուրոն է հայ ազգի շահերի մեկնաբանման եւ որևէ քաղաքական գործի արտաքին քաղաքական պատկերացումներին գնահատական տալու բարձրագույն ինստանցիան, բայց պարզվեց նույնիսկ ձեր մեջ չեք համակարծիք։ Այստեղ պարոն Արծվիկ Մինասյանը դատապարտում է Գևորգ Աջափահյանի արած արտահայտությունը, ասելով, որ պետք է դառնա ձեր այս հոդվածի հետաքրքրության առարկա, մինչդեռ նախորդ օրը տիկին Քրիստինե Վարդանյանը ինձ հետ բանավեճում ասեց, որ պարոն Աջափահյանը այդպես ասել է, լավ է արել, ասեց։ Փաստորեն ձեր մեջ էլ այնուամենայնիվ դեռ չգիտեք, թե ում որ ասածը, ինչպես պետք է մեկնաբանվի եւ ենթարկվի ուրեմն քրեական հետապնդման։ Առաջարկում եմ քննարկումները դեռևս շարունակել ձեր խմբակցության ներսում, ձեր անցյալին գնահատական տալ եւ այնուհետեւ նոր դիմել ամբողջ խորհրդարանին։ Շնորհակալ եմ։